Սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ մի փոքր փակագծեր բացել կապված թվագիտության հետ։ Ուրեմն, թվագիտությունը ինքը խորը գիտելիք է։ Ընդհանրապես, տարու թվահոգեբանություն։ Ինչ է նշանակում, ինչ կապ ունի տարուն թվերի հետ։ Տարոլոգիան մեծ կապ ունի թվագիտության հետ, որովհետև տարոյի վրա որ նայում ենք թվեր կա, հա։ Դա աստվածային լեզուն է, ինչպես թվերը մենք տեսնում ենք առօրյա մեր կյանքում, որոնք խոսում են մեր հետ, հա։ Բայց թվագիտության մեջ մի հետաքրքիր բան կա, որ շատ թվագետներ ցավոք սրտի իմ նման պետք է ուսումնասիրած լինեին, իմանային և այս մասին չգիտեն։ Սա ինչու եմ ասում, որովհետև անգամ շներն են իմ մոտ գալի, տեսնում։ Լավ ես, լավ նշան ասա, միշտ ինձ մոտ։ Ուրեմն նայեք, թվագիտությունը ինքը թվագիտության մեջ կա այսպիսի մի գաղտնիք պրոգնոզ տալու, որը երբևիցե առաջ անգամ դուք ինձանից եք լսում։ Խոսքի օրինակ, եթե պրոգնոզը 13 թվի հետ կապ ունի, այսինքն մարդու այստեղ ռեալիզացիան, իտոգի թվագետները եթե նայում են 13-ն է, դա նոյեմբեր ամիսն է։ Այստեղ երկու վարիանտ կա։ Ոչ թե կանխատեսելու, այլ կոնկրետ ինձ նման պրոգնոզ տալու։ Եվ մեկին գումարում ենք 3, 13-ն է, չէ, նոյեմբեր, և մեկին գումարում ենք 3, դա 4-ն է անում։ 4-ը որն է ապրիլ ամիսը, կամ նոյեմբեր, կամ ապրիլ ամիսը։ Էլի օրինակ բերեմ, ասենք թե անձը իտոգի, եթե ցանկանում եք գալ, դիմում թվագետի և թվագետը չգիտի ինչ պատասխան տա։ Թվերով, որովհետև շատ թվագետներ այս մասին չգիտեն և դա շատ մեծ ճանապարհ ունեն անցնելու։ Եվ այստեղ կոնկրետ ինձ նման պրոգնոզ տալու համար, ասենք թե անձը ինձ դիմել է, երբ հանդիպելու իր կեսին, հա։ Թվագիտությամբ այդ հարցը իր համար շատ կարևոր է և երբ որ ես թվերը հաշվում եմ, գալիս եմ իտոգի, իտոգը կարող է խոսքի օրինակ, հա, լինել 12-ը։ 12-ը դա Նեպտունն է, մեկին գումարում ենք 2, 3, Վեներան, տարու քարտերով։ Դա ինչ է նշանակում, կամ մայիս ամիսը, հա, կամ նշանակում է 12-ը դա ձկներն են, մարտ ամիսը, որը շատ մարդիկ այսքան ժամանակ, չգիտես ինչու, միգուցե կա այդպիսի բան, հա, որ չգիտեն, դրա համար պետք է խոր ուսումնասիրել տարոլոգիան, որը մեծ կապ ունի թվերի և աստղաբանության հետ, հա, ինչի մասին ես վաղուց եմ խոսել, այսքանը։ Եվ այսպես տեղ էի մտել, որպեսզի ապրանք վերցնեի, հետևորդներ, և այսպես շարունակեմ, ծանոթանալով 13-րդ արկանի հետ, մահի, քարտի, 13 թվանշանի վիբրացիայի, էներգիայի, փոխելով մարդկանց կյանքը, տրանսֆորմացիա ունելով, մարդկանց աշխարհայացքները փոխելով, հիմարի քարտը ծանոթանում է 14-րդ թվանշանի հետ, էներգիայի, բերելով բալանսի, լինելով բալանսի մեջ, հա, հոգևոր աճի, բալանսավորելով և մատերիալնի պլանը,
որտեղ մարդ կարող է կանգնել երկրի վրա հաստատում եւ երկնային պլանը հոգեվոր ծանոթանում է 15-րդ արկանի հետ ձևավորի սատանայի քարտի էներգիայի, որտեղ նրա ճանապարհին կարող են հանդիպել բավականին շատ հակառակներ, կայտակություններ, որտեղ մարդը կարող է ձգել բավականին մեծ մագնետիզմ ունենալ, ձգել իր կյանք, շատ մարդկանց ունենալ շատ գիտելիքներ, որովհետև այստեղ մեկին գումարում ենք 5-6-ն է և այսպիսի մարդու կողքից չեն անցնում անտարբեր, կարող է լինել բավականին խելացի, ծանոթանալով 16-րդ արկանի հետ, դա Փաշինյան է, որտեղ մարդիկ շոկի մեջ կարող են լինել, թե նրան այդքան գիտելիք որտեղ փոխելով մարդկանց աշխարհայացքները, դա Մարսն է, Փաշինյանի էներգիան, որտեղ դուք նոր բաներ կարող եք սովորել նրանից, ծանոթանալով 17-րդ արկանի հետ, դա արդեն աստղն է, հանրաճանաչ և նրան կարող են ընդունել վերին ուժերը, նրա պահապան հրեշտակները, հասկացնելով, որ նա մեծ պերսպեկտիվա ունի, նրան տանելով այդ երկար, լավ պերսպեկտիվայով ճանապարհին, ծանոթանալով 18-րդ արկանի հետ, էներգիայի, նա իր, կարելի է այսպես ասել, այս էներգիան կարող է օգտագործել ճիշտ մեդիտացիաների միջոցով, երազների, ճիշտ հասկանալով երազները իր մեկնաբանելով, առանց վախերի, առանց լինելու անկայուն, որտեղ անկայուն մարդը այստեղ տեղ չունի, պատրաստ լինելով իր ճանապարհի խոչընդոտների միջով անցնելու, վախերը մի կողմ դնելով, նա սա սովորում է և ծանոթանալով 19-րդ արկանի հետ, դուրս գալով, իր էներգիան ցույց տալով արևը, ումից գալիս է լավ էներգիա, ջերմություն, որտեղ այսպիսի մարդկանց կողքին ցանկանում են լինել, ծանոթանալով դատաստան քարտի հետ, հիմարը, Փյունիկի նման կարող է վերածնվել, լինել արդար, փոխել մարդկանց կյանքերը և ծանոթանալով աշխարհ քարտի հետ, նա կարող է աշխատել մասշտաբի հետ։ Այս բոլոր էներգիաները նա երբ ծանոթանում է, հիմարը նա ունենում է մեծ գիտելիք և այսպիսի մարդկանց սիրում են։ Ունենալով խորը գիտելիքներ, աշխատելով մեծ մասշտաբի հետ, այսպիսի մարդիկ տանում են իրենց հետևից մարդկանց։ Կարծում եմ բավականին հետաքրքիր է ձեզ համար։